Համոզում են, կուտ են տալիս, որ եթե Ադրբեջանը եւ Թուրքիան գան, ապա Հայաստանի տնտեսությունը կզարգանա, մեզ մոտ ամեն ինչ լավ կլինի, կվերածվենք Աջարիայի տնտեսությունը, երբ որ գան, տնտեսապես մեզ կվերցնեն ու Աջարիայի կվերածվենք, բայց իրականում ոչ թե ասենք մենք Աջարիայի ենք վերածվելու, մեր տնտեսությունը զարգանալու է, մենք էլ լավ ենք ապրելու, այլ Հայաստանը ընդհանրապես վերանալու է։ Նիկոլ Փաշինյանը ինչ արեց, այն ասում են գնաց Պուտինի մոտ դուխով խոսեց, այսպես ջղային դեմք ընդունեց, չպիտի մոռանանք, որ այդ նույն դուխով Նիկոլ Փաշինյանը կանգնել էր Ստեփանակերտի հրապարակում, ասում էր Արցախը Հայաստանը եւ վերջ։ Դրա արդյունքում մենք նաև միայնակ մնացինք, նաև հակառուսական քաղաքականություն էր վարում, մանրադրամ դարձավ այս Ռուսաստանի դեմ աշխարհաքաղաքական այս հարձակումներում, Ադրբեջանն ու Թուրքիան էլ տեսան, որ մենք մնացել ենք առանց դաշնակիցների, միայնակ առիթից օգտվեցին, հարձակվեցին, ի վերջո մենք կորցրեցինք Արցախը։ Հիմա այդ նույն դուխով ինքը հայտարարում է, որ մենք գնում ենք դեպի ԵՄ-ի պայծառ ապագա։ Այդ նույն դուխով ինքը հարձակումներ է իրականացնում Ռուսաստանի դեմ։ Եվ արդյունքում մեր քաղաքացիները պիտի շատ լավ հասկանան, որ Հայաստանը հայտնվելու է Արցախի օրին։ Մենք կրկնելու ենք Արցախի ճակատագիրը։ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը տանում է Արցախի ճանապարհով, հայ չի մնալու այստեղ։